փոքրիկ ինտրո եմ անում, թե ինչ վիդեո է լինելու, որ եթե չհետաքրքրի, չշարունակեք նայել, այս Հայկի ձայներն են, փորձում եմ բարձրանալ իմ վրա։ Նկարել եմ մի քանի կադր մեր Գերմանիա գնալուց, չեմ կարեցել շատ նկարեմ, որովհետև մի քիչ ընտանեկան տենց հավաքույթ էր, շատ չէր ստացվում նկարելը, բայց մի քանի կադր նկարել եմ ու երկրորդ մասում ոնց որ տարբեր օրեր են, ինձ հյուր է գալիս մի շատ լավ աղջիկ, ում հետ ծանոթացել եմ հենց Բելգիայում, ինքը իր անվան նման լավ մարդ է, իր անունը Քաղցր է, ու ինքը շատ քաղցր մարդ է, գալիս է հյուր, մի քիչ հեռու է Բրյուսելից մնում, դրա համար պետքա համով բաներ սարքեմ, հետո ուղղակի այդ օրը ես նաև պատվեր ունեմ, որ գալու եմ վերցնեն, տենց ժամայնով չգիտեմ ոնց կհարմարացնեն, գուցե նաև դուրս գանք մեր մոտակայքում, պետքա գնամ հիմա տորթի խանութ, որը 1 ժամ հեռու է, ոտքով պետքա գնանք, դե ձեզ բարի դիտում ու Ես արդեն 30 րոպե քայլում եմ, մնաց մի 30 էլ քայլեմ, սաղ Բրյուսելը քայլել եմ, Հայկը քնել է ինչպես պլանավորված էր, երևի հետ գալուց գոռը ինձի կհասցնի, կգա կվերցնի, բայց շատ լավ եղանակը, շատ տաք է, մեզ եկավ փրկեց իմ ամուսինը, բայց ես արդեն հասել էի, մնացել էր 2 րոպե, որ հասնեի տորթի խանութին, առա ինչ պետք էր, տուփերը, հաջորդ կանգառը եղավ այս կորեական շատ սիրուն ռեստորան, չէ Հայկը, ինձ հրեց, շատ սիրուն է, շատ համով լիմոնադ ենք պատվիրել, մալինաները դու մեջի կերել ես, հիմա սպասում ենք մեր ուտելիքին, շատ սիրուն է, ինչ խոսք։ Բարև բոլորին, ձեզ միանում ենք սենց հագած կապած, որովհետև գնում ենք մեր քավորենց տուն, Գերմանիա, իրանք ոչ միայն քավոր են, այլ շատ հարազատ մարդիկ են մեզ, դրա համար, շատ ուրախ ենք, որ գնում ենք, տեսել ենք, երբ որ Հայկը 3 ամսեկան էր, ես 3 պատրաստել եմ մեղրով տորթ, 2 անգամ գաթա, որովհետև առաջի անգամ ամուսնու շնորհիվ վառվեց իմ գաթաները, դրա համար նորից եմ սարքել խմոր, ասենց հագել եմ շատ իմ ոճով, ասենց մինիմալիստ, կլասիկ, հիմա արագ վեշերը դնում եմ, Հայկի կաթի շշերը պետք է լվանամ, սաղ դրել եմ գիշերը, ու արդեն դուրս գանք, արդեն որովհետև պետք է դուրս գանք, մենք մի քիչ ուշանում ենք Հայկ ջան, հա, Հայկը այսպես է հագնվել, այսպես, ձեր համար կնկարեմ հավես պահեր մեր օրվանից, գնում ենք խենք սենց շուտեթում, որովհետև պետք է խաշ ուտենք, գնացինք, այս գաթաներն է, այս էլ մեղրով տորթը, որ սարքել
Բարև բոլորին, երևի ձեզ միանում եմ վերջին անգամ այս խոհանոցից, որովհետև տեղափոխվում ենք, հիմա պատրաստում եմ Հայկի համար ճաշիկ, կարմիր կարտոֆիլ, պատատ ու բրոկոլի հավի միս, այսօր գալիս է ինձ հյուր մի աղջիկ, վիդեոյի սկզբում հաստատ ասում եմ, շատ դժվարությամբ ստացվեց մեր հանդիպումը, որովհետև այս լվացքի ձենն է, որովհետև այս մեր տեղափոխվելը շատ անսպասելի սենց արագացավ ու դա էր պատճառը, ոնց որ ուզում էինք հետաձգենք, բայց ասացինք դե լավ դե ես երեք այնքան բան եմ արել, ամբողջ հագուստս դասավորել եմ ճամպրուկների մեջ, տոպրակների մեջ, հայկինը, խոհանոցն եմ, սենց կիսատ պրատը ինչ է այս երկու օրը կօգտագործենք, թողել եմ, ահագին բան ենք արել, տենց երեք պարկել է այնքան հոգնած էի, չէի կարում քնեի, միջև երկուսը տենց մնացել էի, Հայկը քնած էր, դե հիմա ես Հայկի ճաշիկը պատրաստեմ, մերն էլ հանել եմ, որ հետո համեմ եմ, սարքեմ Այն աղջիկը, ում մասին 1000 անգամ արդեն խոսացի, արդեն իմ տանն է ու ինքը ինձ այնքան նվեր ա բերել Ես իրան մի փոքր բան եմ պատրաստել ու ինքը այսքան բանով եկել է Հիմա եկեք միասին unboxing անենք Այս բաժակը, որը ես միշտ ուզում էի, բայց ափսոսում էի առնել ու հիմա ես կխմեմ այս 2 լիտր լիտր 200 միլի Անտիր, ես սկի 200 միլի օրական չեմ խմում Վայգը մերն է Հենց ես նույնից ինքը ունի Վաու, ռոսբերի Այս ինչ անուշը, այս ինչ պուպուշը Էսի որ օգտագործեմ, հետո ես այս ամանը կօգտագործեմ առանձին Այո, պրեստում Բայց այսքանով չեն ավարտվում մեր նայք ինչ սիրուն տոպրակա Ու ինքը ինձ ասում է, որ ինձ համապատասխան բաներ անդրել Oh my god Что за кьютություն Что за кьютից Oh my god Ես ուղղակի վատ եմ զգում ինձ Մեկ ինչքան բան ա դրել Ցինկով երեք նայում եմ մի հատ աղջիկ իրան ցինկով մասկեք էր առել, ասում եմ հետո կրկիր է, ես եք ուզեմ փորձեմ։ Զգացել եմ։ Գլոս։ Ինչ ուշադիր աղջիկ։ Բայց եկեք շարունակենք իմ ամուսիններ զանգե։ Այ ինչ cute բան է։ Ստեղ կնկարենք ես ու գորը իրար։ Ու եւ մինի նուտելլա Ես դուր եմ ասում, ասես բան եմ ինձ ուզում, անկեղծ եմ ասում։ Իրախեք ինձ նվերներ, չեն տվեն նենց նվերներ, որ սենց միշնի, ինչ-որ միշտ կնգա նվերներ են ինձի տվել, են որ կնիկ նվերներ էլի ու ոչ մտածված, չէ, բայց ոչ մտածված, ուղղակի սենց նվեր է թանկ, առնենք տանք, այդն, չի եղել, որ սենց ինչ-որ մտածեն իմ մասին կամ հավես բանը, դեկոր իմ նոր սենյակը, որ տնեմ ձևավորեմ, Շատ գեղեցիկ է Oh my god Շատ պուպուշ ապրես շատ Հայ, խի ճղայնացար Արեսի, չէ կճղի բերանում Շատ սիրուն եմ, շատ Ես կմտածեմ, որ դասի գնամ, կօգտագործեմ Marshmallow Գույները, սա ընտրել ես, պինկի եմ ես քո համար Եվ Հայկս իհարկե նվեր ունի Այսպիսի արջուկներով սվիտր Ուղղակի շատ շնորհակալ եմ, ապրես շատ Ապրես շատ Մենք դուրս եկանք Լավ է Այո, և հիմա գնում ենք զբոսնելու Մենք դուրս եկանք, գնում ենք Երևի թե կգնանք մոլ, որովհետև ուրիշ էլ բան անելու չկա ստեղ մեր մոտերքը, քանի որ երեխոյ չեն կարա ուրիշ տեղ գնանք, այդեն չէ,
Մենք բալիկով նայեք, արդեն ծառերը ծաղկում են ու դուք չեք կարա պատկերացնեք այնքան սիրուն է ստեղի գարունը, ահա որ ուղղակի ափսոս էլ մենք չենք տեսնի ամեն օր, ես ամեն օր ման էի գալի հիանում էի, Հայկով այնքան էի նկարում, որ հղեի։ Մենք ուզում ենք գնանք Մակդոնալդս ուտենք, ես երևի մի 5-6 ամիս առաջ եմ կերել, չգիտեմ չի քաշում, իսկ դու սիրում ես։ Իհարկե։ Հայկը չէր ուզում գայլասկի մեջ մնալ, ինքը ուզում էր սաղ հետևեր, դրա համար հանեցինք իրան։ Մակում ասենց ինչ-որ բան կար, դու որն ես ուզում, եթե ես ուզում իմ համար տարբերություն չկա, ասենց ինչ-որ բաներ պատվում էր ու բաժակ ես նվեր ստանում ու հիմա այդ պատ բաժակ ես նվեր ստացել, արի բացիկ բայց դու երևի ես հավանում Բայց ի՞նչն է տարբեր։ Okay, մենք ունեցանք բաժակները, ճիշտ է։ Cheers։ Վիդեոն ավարտեմ փոքրիկ վերջաբանով մի փոքր կամանց, որովհետև իմ տղան քնած է։ Ուզում էի շնորհակալություն հայտնել, որ մինչև այս հատվածը նայեցիք ու այս սիրուն օրը ավարտեմ շնորհակալությամբ այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են, որովհետև հիմա այնքան ակչացել ես իրական անկեղծ շփումը ու երբեմն ընդամենը մի հանդիպումը կարա փոխի քո ամբողջ ներաշխարհը։